Ձեր հարցին պատասխանեմ, ես մի փոքրիկ ես որոշել եի դրա մասին գրել, բայց այսօր հիմա ուր եթերում ես դրա մասին շատ հակիրճ, շատ կարճ կպատմեմ, այն ինչ որ պետք է ես գրեի։ Ես դպիր էի եկեղեցում, որպեսզի սովորեմ նաև գրափար լեզուն եւ եկեղեցական ծիսակարգերը, որովհետեւ պետք է գնայի Երուսաղեմ ուսանելու ճեմարանում։ Ծնողներս, եւ իմ համաձայնությամբ ես պետք է գնայի Երուսաղեմ, որպեսզի ճեմարանում սովորեի։ Նաև պարապում էի այլ առարկաներ եւ այն պարագայում ես խոսում եմ 93-94 թվականների մասին եւ այն պարագայում, երբ որ լուր հասավ իմ ծնողներին եւ Հայաստան, որ Երուսաղեմում բարձրաստիճան հոգեվորականներ սեռական ոտնձգություններ են իրականացնում ճեմարանի ուսանողների նկատմամբ, իմ ծնողները եւ ես որոշեցին, որ ես այլևս երբեք Երուսաղեմի ճեմարանում չեմ սովորելու։ Եվ այդ օրվանից ես այլևս դպիրել չեղա։ Դուք հասկանում եք, ես խոսում եմ 93-94 թվականների մասին։ Երբ այս ամեն ինչը դեռ չկար։ Ես չեմ գնացել Երուսաղեմ ճեմարանում սովորելու, որովհետև Երուսաղեմից եկավ լուր, որ այնտեղի հոգեվորականները ուսանող տղա երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացնում։ Այնտեղից որոշ ուսանողներ ինչ-ինչ ճանապարհներով ուղղակի ճողոպրեցին, փախան եկան Հայաստան։ Այդ ժամանակ չկար, այսինքն եկեղեցու ներսում մենք խնդիրներ չենք ունեցել, նոր է այդ խնդիրները, խնդրում եմ։ Եվ ինչի դա չէր, դա եղկելի, դատապարտելի արարք է։ Բա ինչի դրա մասին չէին խոսում, չէին բարձրացնում։ Դե հիմա ես չգիտեմ ինչի։ Եթե լիներ 3 տարի հետո կասեիք ինչի հիմա։ Ախր ինչ եք պատասխանել, պարոն Հակոբյան, կխնդրեմ պատասխանեք։ Հարցը կրկնեք։ Երբ որ եկաք իշխանության, ինչի է ժամանակ այս ամենը չհասունացավ։ Որովհետև չգիտեմ, նախ երբ որ եկանք իշխանության, մի տարի խաղաղ պայմաններում ապրեցինք, դրանից հետո կովիդ, պատերազմ, հետպատերազմյան ցնցումներ, դե ասենք ինչի։ Լուսանկարվում էր, կաթողիկոսի ձեռքներ սեղում էր ժամանակ։ Ես հիմա ինչ եք ուզում։ Հարցը ո՞րն է, ինչ ասեի։ Ես չգիտեմ, ես տեղյակ եղել եմ ասացի Եփանից, որ եկեղեցու ներսում խնդիրներ կան։ 93 թվականից ես տեղյակ եմ եղել, որ մեր եկեղեցու ներսում կան բազմաթիվ խնդիրներ։ Դրանում էլ է ամենայն հայոց կաթողիկոսը եղավ։ Բայց դուք այսքան խոսեցինք։ Ես ինչ որ մեկին անձնավորված ասեցի, այս ինչը մեղավոր է։ Ես ասի եկեղեցու ներսում կան շատ մեծ մասշտաբների խնդիրներ եւ ասի, որ բարձրաստիճան հոգեվորականության մեջ կա տարաձայնություններ ու էլի մեծ խնդիրներ, որը արդեն 1700-ամյա կառույցը սասանում է, այդ մենք չենք սասանում։